Երեք օր առաջ այսպես հիստերիայի մեջ էր Խաչատուր Սուքիասյանը, որ արցախցիների հետ կապված եւ իրականում այդ հարցը, քանի որ իրենց շատ վաղուց գիտեն, ընդհանրապես այդ ՀՀՇ-ական բան sense մի հատ տականքակույտ կար, որ ատելությունը արցախցիների նկատմամբ, ընդ որում գիտեք ինչն էր ապշելու, պարոն Ղազարյան, իրենց օրոք Հայաստանի Հանրապետությունը թե տարածքներ ազատագրվեց եւ այլն, իհարկե այնտեղ մեծ դերակատարումներ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Կամանդոսը, այդ մեր հերոսները, իրենց օրոք Հայաստանը հիշում եք, չէ՞, պատերազմից հետո ինչ վիճակ էր, ասենք, ինչ ծանր տնտեսապես աղետալի բան վիճակ էր եւ հետո երբ որ արցախցիները եկան Ռոբերտ Քոչարյանին խնդրեցին, բերեցին իշխանության, խնդրեցին, գիտեք, չէ՞ որ խնդրել են, համոզել են, ու այդ համոզմունքը ինչից հետո եղել, երբ որ տեսել են հողին հավասարեցված Արցախը, ինչ արագությամբ է վերականգնվում, հասկացել են, որ այս մարդը իզորու է եւ խնդրել բերել են եւ 10 տարի հետո այդպես Հայաստանը տնտեսապես նախ անվտանգություն եւ խաղաղություն եւ դրանից հետո երկրի զարգացման այդ բանի մեջ ամենաշատ վայելողը իրենք էին։ Ասենք Խաչատուր Սուքիասյանը այդպես թիվ 1 օլիգարխ, գործորոշ, պատգամավոր, ընտրվում է պատգամավոր, չաղ ու բաղ, ես միշտ ավշած եմ, ասեմ, նա ինչքան ընտրվել է պատգամավոր, մինչև ադրբեջանա-թուրքականը, որ ՔՊ-ով ընտրվել, մինչև այդ նա պատգամավոր է ընտրվել միայն մեծամասնական ընտրակարգով, այն թաղամասը, որ իր ծննդավայրն է, որտեղ իր հիմնական բիզնեսներն են, որտեղ իր հիմնական աշխատողներն են եւ իշխող քաղաքական ուժերը երբեք նրա դեմ մրցակից տեխնացու չեն առաջադրել։ Այսինքն հանրապետական կուսակցությունը երբեք Խաչատուր Սուքիասյանի դեմ որ ասում են ընտրությունները էսերն են տեխնացու չի առաջադրել։ Այսինքն նա միշտ պատգամավոր ընտրվել իշխանություններին սերտաճար, իշխանությունների հետ համագործակցած։ Դա դրա մասին խոսք չկա։ Այդ դրա մասին խոսք չկա եւ միշտ հետո շատ գեղեցիկ եւ չաղ ու բախտավոր իր համար իր բիզնեսները զարգացնում էր եւ մնացած բոլորն էլ այդ էլ բանն էր ասում, Քոքոբլյանն էր ասում էր դե ՀՀՇ-ի ժամանակ ոնց էր, ասենք ասում էին այս շենքը քոնն է սեփականացրու, այս ամեն ինչ տվեցին, բայց իրանց մեծ մասը այնքան ապաշնոր էին, այդ Խաչատ բանի Քոքոբլյանի խոսքերն եմ, Խաչատուր Քոքոբլյանի խոսքերն եմ։ Նրա ամբողջ ունեցվածքը կոռուպցիոն բան ունի։ Տեսեք ինչ են ասում, ասում են, բայց այնքան ապաշնոր էին, այդ մեծ մի քանի շենքը դարձավ, դե ինչ էին անում, ծախում էին, ապրում էին, դե չէին կարող, չէ, ասենք արարել, զարգացնել, այդ էլ օրինակ բերել, մի հատ օրինակ կարելի է բերել։ Դա դե շարունակի, ասա 10 շենքը ծախում էին 5, հետո այդ էին ուտում, հետո 5-ը 3, հետո այդ 3-ն էլ էին, 2-ը ծախում էին 1, հետո այդ շենքը 1-ը ծախում էին, ասենք մի հատ ավելի փոքր շենք, հետո ծախեցին մի քանի ուրիշ բաներ, հետո ծախեցին գարաժներ, այսինքն ապաշնոր են եղել, բայց իրենք հնարավորություն են ունեցել ու ես ավշում եմ, այս ատելությունը արցախցիները ձեզ տվեցին ապահով, անվտանգ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանը, ապահով, անվտանգ, տնտեսապես զարգացած երկիր։ Այս ձեր աբիժնիկ տականքությունը ինչով է պայմանավորված։ Այս արցախցիները իսկապես եմ ասում, երկու հանրապետություն գալիս են տանում են Արցախը ցույց են տալի, մարդիկ արդեն Մոնտե Կարլոներում չգիտեմ ինչ, ձեզանից գո, տենց ապրում եք, պարոն Ղազարյան, ինչով է պայմանավորված այս ՀՀՇ-ականների, այդ թվում Խաչատուր Սուքիասյանի աբիժնիկությունը, նրանով որ ասենք Գագիկ Ծառուկյան իրան շատ փող ուներ, էս է մենակ պատճառը, ես ուրիշ պատճառ չգիտեմ, էդ էր։ Հա, որ Սամվել Ալեքսանդրյանի օրինակ դուք մտածել եք դրա մասին, այս աբիժնիկությունը, ապրել այդքան չաղ ու բախտավոր, լայն հնարավորություններ ՀՀՇ-ի ժամանակ ինչ մտներով անցնի, վերցնել կոպեկներով բան, ինչով է պայմանավորված Արցախի նկատմամբ, ինչ է, ես երկու բան եմ, ու հիմա էլ այս ատելությունը արցախցիների նկատմամբ, որ միջև հիմա սեն շարունակվում է, խնդրում եմ մի հատ ուշադիր էլի, լսեք պարոն Ղազարյան, ու ձեր կարծիքը։ Երկու բան կա, էլի ես կարծում եմ, կամ որ ես քանի որ շատ վաղուց գիտեմ Խաչատուր Սուքիասյանն եւ ուղղակի առեթալնում երբեք տարվա մեջ մի անգամ փողոցում տեսնեմ, անհնար է իր հետ խոսել, դրա համար ես թույլ եմ տալի հրապարակայնացնելու, բայց ինքը իր մեջ խտացնում է բոլոր այդ ՀՀՇ-ական նողկալի մի հատ ինչ որ sense խտացված բան, այս այլանդակություններն է, դեսանք լրիվ այլանդակություն են, այս Նիկոլի թիմը այլասերվածներ մի այլանդակ բան։ Երկու բան է, միշտ ինքը երազել է, երբեք դա չի թաքցրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ առևտուր, փող, այդ թուրքական բանը, էսա,
մտածել։ Ախ փողը չի։ Ուրեմն երկու Նրա բան կա։ անունը Forbes-ի ցուցակները ոչ մեկ չի Երկու գրել։ Նրա բան կա, ունեցած փողը որովհետև ինչ հիմա է։ հարուստները արդեն ինտելեկտի լրիվ ուրիշ բաներ է։ Իրանք ընդհանրապես չարչի առևտրականներ են, էլի իրանք արդեն վաղուց դուք այդ չեք կարող։ Մի հատ տարածք վարձով տա, ի՞նչ է դրա, ինա բիզնեսմեն է, կասիր է, էլի։ Միշտ էլ ինչ որ մի ոլորտ տվել են, ասել են այդ ոլորտի փողերը դու հավաքի, կասիր։ Առաջին Ինչ բիզնեսմեն։ հարուստները, մեծահարուստները, բոլորի IQ-ն գիտեք ինչքան է։ 100-ը գերազանցում, այսօր տես այդ ուրիշ աշխարհ է։ Այսօր դու չես կարող է չաղու բախտավոր ծախեմ առնեմ, դու չես։ Չնայես բիզնեսմեն, այսօր բիզնեսը եթե անգամ բիզնեսմեններ են, այսօր արդեն լրիվ բոլորովին ուրիշ աշխարհ է։ Տեսեք, ինքը որ այդպես երազանքն է Թուրքիայի հետ, ես Պարզ ասում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը եւ իր նմանները ուղղակի իրանք տգետ են, որտեղ պատմություն չգիտեն։ Պատմություն չգիտեն, ինչ ասել է Թուրքի հետ բարի դրացիական հարաբերություն կամ Թուրքի տակ ապրել։ Դուք տգետ եք, ավարտված տգետներ եք, կամ երկրորդ հանգամանքը, կամ ձեր մեջ կա ուղղակի արյան կանչ։ Վերջ, Թուրքի արյան կանչ չկա ուրիշ բան, որտեղ ավարտված տգետ եք, դուք ինչքան չգիտեք հայոց պատմությունը, ինչ է տեղի ունեցել հայերի հետ, Արևմտյան Հայաստանի եւ Արևելյան Հայաստանի, ովքեր ապրել են Թուրքիայի տակ, ինչ է տեղի ունեցել։ Ինչ է տեղի ունեցել 98-ին, էս 1800, 1914-15, ինչ է տեղի ունեցել 24 թվականին, 1924 թվականին, ինչ է տեղի ունեցել 42-ին, ինչ է տեղի ունեցել 45-ին, ինչ է տեղի ունեցել 72-ին, հայերի հետ ինչ են արել Թուրքիա, դուք տգետ եք։ Եվ ձեր տգիտությամբ տանում եք նորից հայ ժողովրդին ոչնչացման ցեղասպանության, կամ ձեր մեջ խոսում է գենետիկ արյան կանչը, որ դուք առանց Թուրքի չեք կարող, բայց դա էլ նշանակում է նորից տանել հայ ժողովրդին ցեղասպանության։ Ձեր ատելությունը Արցախահայության եւ հայության նկատմամբ միայն պայմանավորված է դրանով։ Ուրեմն, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե Խաչատուր Սուքիասյանը ոնց է ձեռք բերել եւ իրանց ընտանիքը այդ ամբողջ ունեցվածքը, մի օրինակ բերեմ։ Երևան քաղաքի կենտրոնում Հանրապետության հրապարակի մոտ Արամի փողոց 3 հասցեում հիմա կա Seal Plaza մի հատ շինք, որտեղ կա Adidas-ի ֆիրմայի խանութը, Seal Insurance ընկերությունը, Հայ Էկոնոմ, այդ բոլոր բիզնեսները պատկանում է իրենց ընտանիքին։ Այդ շենքը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Աստղիկ 1 կոոպերատիվը ձեռք է բերել ընդամենը $5600։ Այդ շենքում հիմա մի քառակուսի մետրն է $5600։ Բայց ամբողջ շենքը, որը նաև պատմամշակութային հուշարձան է, ձեռք է բերել $5600։ Ձեռք բերման պահին Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ, այսինքն քաղաքապետը, եղել է Հանրապետության հիմիկվան նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Դրանից են ձեռք բերել։ Հետո երբ որ Վահագն Խաչատուրյանը իշխանություն չի եղել, դառել է Հայ Էկոնոմ բանկի խորհրդի անդամ, ու այնքան փող ստացել, որ Երևանում կենտրոնում տուն առե, Ձորաղբյուրում էլ ամառանոց։ Դրանց ամբողջ ունեն, հիմա էլ այդ պատկանում է իրանց ընտանիքին, ու այդ շենքը պատկանում է Գրզո Պլազա ՍՊ-ին, որի սեփականատերի թվում է նաև Խաչատուր Սուքիասյանի կինը ըստ իրանց գույքի եկամուտների հայտարարել։ Այդ որում Խաչատուր Սուքիասյանը ցեղասպանության է տանում նաև իր ընտանիքին։ Եթե իրենք թվում է մենակ Արցախցին, ձեր ընտանիքին էլ եք տանում, $5600, չէ։ Հիմա այդտես իր կոշիկներն ավելի թանկ արժի, քան այդ շենքը։ Եթե իր կոստյումները Ստեփան Օրիջի է, որ այդ նշանակումը 10000-ից բարձր է, շենքից թանկ։ Դուք ունեք բացատրություն։ Ազգային ժողովի падգամավորը, ազգային ժողով, հիմա օրինակ նայեք, այս անցած խորհրդարանական քննարկումների ժամանակ Վահագ հայտնի անտրուսիկը, նրան արդեն ցես կարանք ասենք, որ ասма ունեցել եմ։ Ձեր ասելու վրա է գժվա։ Խորացել, հա, ունեցել եմ ասма, դուք չեք տվել, բայց ես ունեմ։ Արա որ պետություն չի տվել, ո՞ր ես ունե։ Ում հագինն է զանակ։ Տեսնում ասում ինչ ասեմ, մենք էլ ասեցինք այդ հագահիգենիկ վիճակին վերջ տվեք, թողեն ինչ էր անում Մարիամ։ Գագիկ Մելքոնյանը թող գնա հրապարակային ստուգի, որտեղ ինքն է, չէ, գողացե։ Այո։ Հա։ Իրավախտա ծառա, բայց ընդ ուրիշ բան է կա, է։ Ինչը։ Ես չգիտեմ, ասելու չեմ, մարդնեղության մեջ է հիմա, չգիտեմ։ Ո՞վ է։ Դրած եմիս Վարդան Ղուկասյանը։ Բայց դրա ծառայության վախտենի բանո ռազմական ոստիկանությունում է, չէ՞ աշխատել։
Հա, նա է գողացել։ Գողացել։ Վայ մամա ջան, այնի չի։ Նա որ տենա որ այդ վիճակում գտնվող զինվոր կա։ Այդ արդեն մի բան արեք, այդ։ Բա, իրա ծառայության վաղտայել է։ Խոսքով։ Այսուր եք խորացել, փաստորեն հասկացա, ես էլ մտածում էի, պարոն Ղազարյան։ Հա։ Դրա համար տենց սրտին նստել է այդ թեմայով հենց խոսում եմ։ Ու ինչ ասում է, որ այն ժամանակ դուք զինվորներին բան չեք տվել, հագուշ չեք տվել, ներքնաշոր չեք տվել, նասկի չեք տվել, դղիակներ եք առել հարստություն եք ու գնացել եք կազինոներում խաղացել եք։ Հիմա ուշադիր տեղեկանք Վահագ Ալեքսանյանի եւ բոլոր ՔՊ-ականների համար։ Երևան քաղաքի բոլոր թաղամասերում, ել չեմ ասում Փեթակի տոնավաճառում, ել չեմ ասում Մալացիայի մեծ տոնավաճառներում, կան ամեն թաղամասում կա մի քանի հատ զինվորական հագուստի խանութներ։ Զինվորական հագուստի խանութներ կան Հայաստանի բոլոր քաղաքներում, հատկապես որտեղ կան զորամասեր, այսինքն հնարավոր չի։ Ենթադրենք մի հատ քաղաքում Սիսիանում լինի զորամաս, Վայքում լինի զորամաս, ընդ հագուստի զինվորական հագուստի խանութ չլինի։ Հիմա ցանկացած մարդ, ով գնա այդ հագուստի խանութ, կարա տեսնի, թե ընդ ինչ են վաճառում։ Այնտեղ վաճառում են նասկի, մայկա, տրուսիկ, պաճաշկա, զինվորական տարբերանշաններ, զինվորական համազգեստ, բացինկա, ռեմեն, հարց։ Հայ հաստավիս, ովա դա։ Այսինքն եթե այդ խանութները կան, չեն փակվում, նշանակում է ունեն հաճախորդ։ Պահանջարկը կա։ Ավելին, Facebook-ով ասենք, հեսա սկսի ամառային զորակոչը, չէ՞։ Այս խանութներից մեկը գրելու է, ընդհանրենք Զամպալիտ խանութը, այս խանութ եմ ասում, որ դες չկա էլ այդ անունը, բայց ունի շանուր ասենք կամբատ կա, չգիտեմ ինչ։ Զամպալիտ խանութը առաջարկում է ամառային զորակոչի համար զեղչեր։ Զինվորի հիգիենիկ պարագաների փաթեթ ու նկարներով դրած է գներով։ Ատամի խոզանակ, ատամի մածուկ, տուալետի թուղթ, սաներ, սափրվելու պարագաներ իրա տուփով, զինվորական համազգեստներ։ Հիմա հարց, ով է դա առնում։ Բնականաբար, եթե դա ծախում են ու առնող կա, Կոնջոյան, մեծ այսօր փրթում էին, հաչում էին։ Դե սրիկա, պատասխանի ես հարցին, ում համար է դա։ Եթե գող ու թալանչի չեք, բանակը ավիրել եք ու հիմա էլ թալանում եք։ Դե Կոնջոյան սրիկա, դե պատասխանի ես հարցին, ում համար է շատ ճիշտ հարցադրում է, ում համար է այս խանութները։ Այդ նշանակում է, եթե դուք ապահովում եք զինվորին։ Առնող ունի, նշանակում է դրա առնողը զինվորի ծնողն է։ Այսինքն գողացել է։ Հիմա հարց, զինվորի ծնողը անասուն, որ իր երեխուն զորամասում այդ ամեն ինչը տալիս են, բայց ինքը առնում է տանում է։ Պարզա որ ինքը առնում է, որովհետև ստիպված է սրտացած ծնողը, այո։ Որովհետև իր բաժինը տա։ Որովհետև Կոնջոյան գողացել ես, լավ լսի, սրիկա գողացել ես որովհետև։ Թող վերջում է ասել, չէ, գող են իրան։ Հայ, գող է, բայց թողել էլի բան կա, էլի ասելու։ Այդ ինչ էլի են բան գողացել։ Հա, բա ասում եմ։ Հիմա ասենք թե այդ ամեն ինչը եթե զինվորին տալիս է, մի հատ համազգեստ տալիս են, չէ՞։ Հիմա այսքան զինվորի ծնող կա, ինձ լսում է, չէ՞։ Հնարավոր չի դա ասա։ Ուրեմն այդքան ծնող ինձ լսում է, չէ՞։ Իրան զավակին, իրան զինծառայող զինվորին տվել է պետությունը մի հատ համազգեստ։ Մի շաբաթ 10 օր հագնելուց հետո այդ համազգեստը պիտի լվացվի, չէ՞։ Այդ լվանալու ժամանակ զինվորը ինչ պիտի հագնի։ Երկրորդ համազգեստ։ Այդ երկրորդ համազգեստը պետությունը զինվորին չի տալի։ Այդ երկրորդ համազգեստը տալիս է զինվորի ծնողը։ Ընդ որում, երեխան որ նամակագրում իր հորն ասում է պապի համար նոր համազգեստ կառնես, ասում է բելարուսական չառնես, այս ինչ չառն է, որովհետև դրանք մի քիչ լավն են։ Աֆիցերներն են հագնում, որ զինվորների հագին տենում են, շարքի մեջ ճղում հանում են։ Ես լսել եմ, որ անգամ ասում են տուր ինձ։ Այսինքն, եթե հանկարծ ծնողը չիմանալը, ուղղակի երեխան ասել է մի հատ ֆորմա կբերես։ Մտել է խանութ ասել է մի հատ ֆորմա, այն էլ ասել է, որ ասել է երեխուս համար լավ առնեմ։ Տանի կարող է պարզվի, որ հակառակ երեխուն գցել է փորձանքի մեջ։ Այս հիմիկվա բանակն է իրանց։ Ու այս պարագայում ՔՊ-ի բոլոր падգամավորներն առել են տներ։ Այդ նույն Ալեն Սիմոնյանը առել է տներ։ Այդ իրանց էլ գույքի եկամուտների հայտարարագրերով են։ Սուրեն Պապիկյանը հիմա ապրում է կառավարական ամառանոցում Նիկոլի այդ նույն դաչայում օրը 1,700,000 դրամը նաև իրանա վերաբեմ։ Բայց ինքը Երևանի երկու նորակառույց թաղամասերում երկու բնակարան առ, այսինքն եթե ունի մի հատ օրինակ Ալենի դեպքում էլի հասկացանք, բայց եթե դու ունես մի հատ կնիկ,
2 տուն առել ես, չէ՞։ Ինչի համար, չէ՞, բայց պիտի Իրանց կանայք հոգի չեն հատել։ մի 2 կնիկ ունես, մի երեխա, չէ՞։ Կառավարական ամառանոցում ապրում ես, բայց 2 նորակառույց թաղամասերում 2 տարբեր տեղեր, բնակարան առ։ Այդ ինչի՞ց է, որ ինքը ոչ թե բնակարանի կարիք ունի ապրելու համար, այլ կապիտալիզացնում է իր հարստությունն կուտակում, որ վաղը միշտ իրան գործից էլ հանեն, ինքը դա ծախի ապրի կամ վարձով տա ապրի, բարձ չի ինչ համար, Էդի Պապիկյանն է։ Հիմա ասում է գնում եք կազինո, Վահագ ասում է այն ժամանակ գնում եք կազինո։ Էսի ոնց որ տեղյակ չի, որ Խաչատուր Սուքասյանն էս վերջերս է եկել Մոնտե Կարլոյի կազինոից։ Ու իր կազինոյում գտնվելու ընթացքում Երևանում ոստիկանությունը զինաթափել է Խաչատուր Սուքասյանի թիկնազորին, որ Շարասյունով պատգամավոր է։ Ասենք հիմա որ բացում ես ազգային ժողովի կանոնակարգը, թե ինչ բան է պատգամավոր, նա պիտի լինի համեստ, հանրային ծառայող, չէ՞։ Սա այնքան փող ունի, այնքան վտանգված ազգում իրան էս անվտանգ երկրում, որ դաժե Հայաստանում չել այդ ժամանակ իր ավտոները թիկնազորով են ման գալի։ Բայց պարոն Ղազարյան, չի չեք ասում, առաջին կազինոները ով է բացել Հայաստանում։ Ով է բացել կազինոները։ Դուք եք ներկայացրել, թե այսօր կազինոներից խաղադրույքների։ Ուրեմն արցախցիներին բան ասում։ Դրա մասին դուք տիրապետում եք, ես չեմ տիրապետում։ Խաչատուր Սուքասյանը։ Մի հատ ասեք, ինչ թվերի մասին է խոսքը այսօր կազինոների, խաղատների, ինչ աղետ են բերել մեր երկրի գլխին սրանք։ Դրանք միլիարդավոր բաներ են, դրան ուրեմն տեղեկացնում ենք 2023 թվականի հունվարի 1, որ Հայ Էկոնոմ բանկի Արցախ մասնաճյուղը տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 9/2 հասել։ 2020 շրջափակման առաջի օրերն, այսինքն 2022-ի դեկտեմբերին, որ շրջափակումը սկսել է, այդ ժամանակ հələ Արցախում գործել է Հայ Էկոնոմ բանկի Արցախ մասնաճյուղը։ Հայ Էկոնոմ բանկի սեփականատերերից է Խաչատուր Սուքասյանը, իր կինը, իր եղբայրը վարչության նախագահն է եւ իրանց բանկն է համայնան տանը։ Այսինքն սրանք արցախցիների վրա փող են աշխատել։ Այդ չեմ ասում ինչքան իրանց արտադրած ապրանքներից, թե բարձա որ նաև Արցախում ծախվել է, չէ՞։ Արցախցի ղեկավարների շնորհիվ են իրանք ամեն ինչ Այդ սա արցախցիներին, իրանց բանկերով, իրանց բիզնեսներով քամել են, դրանց վրա փող են աշխատել։ Արցախցիներին գցել են պատերազմի մեջ, իրանք հրահրել են պատերազմ։ Այդ մարդիկ հայտնվել են պատերազմի մեջ, իրանց զավակները զոհվել են այս պատերազմում, ապրել են այդ պատերազմի ամբողջ սարսափ իրանց ընտանիքներով, վերջում էլ իրենց որոշումներով դարձել են ցեղասպանության զոհ, բռնի տեղահանված, ու լկտիությունն ու սանձարձակությունը հասել անդե, որ հələ մի հատ է գոռալով, հələ մի հատ են իր դախձենով, են իր տենց տրզած վիճակում, տրզո են, չէ, ուրիշ բան ասում։ Բանը, այդպես տրզած վիճակում է, մի հատ այնց բանը ամբարտավան ձևով խոսում է լրագրողների մոտ են լեն բերանը բացում է աշկերը չռած բան, մազերը խառնած, մի հատ էլ այդ սանձարձակ պահվածքով իրան դրսևորում, ու ինչ է ասում, արցախցիները չեն կռվել, արցախցիները խուսափել են պատել, դու ես կռվել, կարող է նաև զոհվել ես, հիմա էլ թաղված ես շահիդների պուրակում։ Սա ամբարտավանության ու ցինիզմի գագաթնակետն է։ Ու իրանց վստահությունը ով է տալի։ Այսինքն ոնց կարա հանրային ծառայող ազգային ժողովի падգամավորը մեր երկրի լրագրողների հետ տենց խոս։ Հələ մեկ պատկերացրու դրա առաջ կանգնածել էր թուրք լրագրող։ Վայ։ Ասենք Կիրակոսյան Նարեկի փոխարեն իր դիմացը միկրոֆոնով իրան հարցեր տա, դենա տենում ենք էլ Արարատ Միրզոյանը։ Ոնց է կամ Նիկոլը բերեց առողջակերտցրեց մեր պետության հաշվին թուրք լրագրողներին բերում են որ մեր պետության դեմ հոդվածներ գրել են այդ հոդվածները իսկ մեր երկրի լրագրողների մոտ այն Անդրանիկ Քոչարյան խուլիգանը իր հերթին Ալեն Սիմոնյան խուլիգանը իր հերթին խուլիգանն էլ կողքը կանգնած բայ անդաստիրան ամբողջ օրը Պետրոսի հետ մեզ դասեր է տալիս լրագրության չի բա կանգնած է իր այնտեղ Տիգրան Հակոբյան թե քեզ թվում է Միքայել Մինասյանին ես տակից գործ-մորձ բաներ պայմանավորվել է քեզ փրկելու է որ իշխանապողություն լինի չի փրկելու քեզ ասեմ դրանցին ենք տեղյակ որ ինչ որ բաներ է իր Միքայել Մինասյանին ասում պայմանավորում անում հետո ինչ որ բաներ էր խոսում չի փրկելու դա քեզ այս գլխից ասեմ որ քեզ չի փրկելու
Կողքներ կանգնած էր, ուրեմն ինքը գոռում ասենց հարցակվել է եւ նստած են հաստա գլխի հետ նստած բաներ, հիշում եք, անդադ նստած իբր թե իմ մասին են խոսում, անուն չեն տալի կամ չգիտեմ ինչ են անում, բան են անում, էլ իրանց թվում է պետք է ցեղասպանության ժամանակ ես նստած ժուրնալիստիկա բանեցնեմ, էլի, ասեմ, չի կարելի այս բառերը ասել, գիտեք, ցեղասպանություն է, բայց պետք է հարմար բառեր օգտագործենք։ Մեզ տանում են թուրքի տակ, պետք է հարմար բանով, բառապաշարով պիտի խոսենք։ Իմիջայլոց ինչ է ասել Կոնջոյանը, ես նոր դա է ցույց